Տեղ մեր գործընկերը ասեց իմ ծանոթներից մեկին թալանել են, ես ուրեմն իմ անձնական փորձից ասեմ, մարդ, որը որ տարվա մեջ 5 անգամ իր մեքենան թալանում են, վերջին դեպքն էլ թարմա, բացի թալանելը նաև այլ գործողություններ են արել, ու հետաքրքիր է, էլի, քանի որ փոխնախարարն էլ աստեղ, ասեմ, որ այդ հանցագործությունները տեղի ունենում ոստիկանության անմիջապես հարևանության, տունս տեղա բախտի բերմամբ եւ շատ ավելի կոմֆորտ պայմաններում դե ես տեսախցիկները հանում եմ, տրամադրում եմ ոստիկանությանը, ասենքն որ շատ բան չան, ասում են որ բան չկա, տեսախցիկները միգուցե չեն ֆիքսել, բազմաթիվ տեսախցիկներ են բերում եւ այլը, եւ ասենք այդ գողերը անարգել գալիս են, այնտեղ այդ առաջի դեպքներ գողության որ տեղի ունեցավ, դրանից հետո էլ չեմ էլ հանցագործության մասին հաղորդումներ չեմ տալիս, ձալ ես գնացել, ամեն անգամ գնում ես տեսախցիկները չէ մեղավոր, այդ ոստիկանությունը պիտի մի հատ հասկանա, օրը ցերեկով գալիս են մարդկանց մեքենաները թալանում են եւ որևէ մի գործ վերջը չի բացահայտվում, դες հազարավոր դեպքեր են, տեսախցիկը 100 հատ տեսախցիկ է ֆիքսում, բայց մի ուրիշ բանի մասին եմ ուզում խոսել նաև օգտվելով առիթից, քանի որ այստեղ նստած եք, Ջավախայ մեր հայրենակիցներն են ինձ դիմել, իրենց վարորդական իրավունքների հետ կապված, որ վրացական վարորդական իրավունքներով երթևեկելով Հայաստանի Հանրապետությունում տուգանվում են եւ սա շատ լուրջ խնդիր է, ուրեմն մեր երկքաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցները massայաբար տուգանվում են Հայաստանի Հանրապետությունում։ Ես նաև իմ հրապարակմանի պատասխան լսեցի ներքին գործերի նախարարության պատասխանը, որ օրենսդրական նախաձեռնություններ են մշակվում 1 ամիս ժամկետ տալ, ուրեմն ասեմ ձեզ, որ այդ 1 ամիս ժամկետը շատ քիչ է, ես չեմ հասկանում ինչի եք այդ սահմանափակումները մտցնում, մեր հայրենակիցները պիտի անարգել եւ անխոչնդոտ երթևեկեն Հայաստանի Հանրապետության տարածքում այն վկայականով, որը որ ունեն եւ տարբեր երկրներում երթևեկում են։ Սա հարցի լուծում չէ։